ըստ էության դուք ասում եք դեռ կհասնենք եւ այլն ինչ-որ բան կանենք, բայց նա արդեն մտադիր է, եթե Սահմանադրական դատարանը դրական եզրակացություն չտա, գնալ հանրաքվեի։ Իր ասում են, որ վարկանիշի կտրուկ անկում ունի։ Կգնա հանրաքվեի, ինչ հույսով է գնում հանրաքվեի։ Ես խորապես համոզված եմ, որ եթե անգամ գնա հանրաքվեի, դա տապալվելու, որովհետև մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը ոչ պատրաստ է, ոչ էլ կողմ է նրան, որ Ալիևի եւ Էրդողանի ցուցումով Հայաստանի Հանրապետության սահմանադրություն փոխվի։ Դա բոլորիս արժանապատվության, դա բոլորիս ուրեմն թասիբի նամուսի հարցն է։ Ինչ նշանակում թուրքերն ադրբեջանցիները պահանջեն, որ մեր սահմանադրությունը փոխվի, ինքն էլ գա այստեղ բան անի, քարոզանի, որ մեր սահմանադրություն, բայց ուր է այդ ինքնիշխանությունը, սուվերենությունը, այս մեկը, բայց որտեղ կորավ այդ ինքնիշխանությունը։ Դե իրանցի դեպքում օրինակ պատերազմով, ասեց, եթե սահմանազատում չանենք, պատերազմ։ Դե հիմա էլ ասում դե մենք պատ ենք ստացել, հյուրերին տանում հաճախել է, այդ հյուրերին տանում է պատի մոտ, Ալիևն էլ իր հյուրերին, օտարերկրյա դեսպաներին, բան տանում է Շուշի, էսի պատի մոտ է տանում, էլ Շուշի է տանում, եւ այդ փշալարը կներեք, այդ փշալարը պատնել մեր երկրի անվտանգություն չեն ապահովում, տեսել եք ինչ ամրաշինական աշխատանքներ է կատարում ադրբեջանական կողմը, կամ այդ փշալարից մի քանի կիլոմետր հեռավորության վրա Բերդի տարածաշրջան կրակոցներ չի լինում։ Բա կներեք, այս մի քանի օր առաջ էր ընդամենը, ասում են Պարավակար, Չինարի, Այգեձոր գյուղերում թշնամին ինտենսիվ կրակոցներ արի եւ սրանք ասում են ոչ թիրախային կրակոցներ է։ Այսինքն որ մարդ չի մահացել, դա նշանակում է ոչ թիրախային, կամ մարախ ուղղակի կրակել են, կամ ինչքան էլ մեր վրա կրակեն, մենք գնալու ենք խաղաղության դարաշրջանի, դրա տրամաբանությունը ո՞րն է։ Ալես Սիմոնյանը ասում է խաղաղության պայմանագիրը ստորագրելուց 5 րոպե հետո հայերն ու ադրբեջանցիները սկսելու են իրար հետ առևտուր անել։ Ուզում էի ճշտել Տավուշում պատրաստվում են ադրբեջանական կողմի հետ առևտուր։ Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե թշնամական պետությունը ամեն օր հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքների վրա հավակնություն ունի։ Ասում է Արևմտյան Ադրբեջան, ցուցակներ է հրապարակում, ըստ այդ ցուցակների տարբեր տարածաշրջաններում պետք է ադրբեջանցիներով բնակեցվեն։ Դե Սիմոնյանն էլ ասում է ոնց է պատկերացնում, բա Արցախն ու Հայաստանը դրանք նույն բաներն են։ Արցախը մեր մի մասնիկն է։ Արցախը բոլոր ժամանակներում համարվել է ազատ անկախ եւ դա համեմատել Հայաստանի Հանրապետության տարածքների հետ, այսինքն որ Ադրբեջանը հավակնություն ունի Արևմտյան Ադրբեջան, դա աբսուրդ է, դա ցինիզմ է։ Ոնց կարա նման համեմատություն լինել։ Արցախում էթնիկ զտման ցեղասպանության արդյունքում մի Արցախը հայաթափվել է հազարամյակներով ապրող արցախցին, որ իր հողու ջրում ա եղել։ Էթնիկ զտման ցեղասպանության արդյունքում հայրենազրկվել է։ Դրանք տարբեր բաներ են։ Հիմա էլ Գեղարքն Միշկի խումբն է ուզում լուծարի։ Այն ֆորմատը, որով որ Արցախի կարգավիճակի հարցը այո, Արցախի ի վերջո կարգավիճակի հարցը պիտի որոշվեր։ Դրանք տարբեր process-ներ են, խնդրում եմ, մի համեմատեք իրար հետ։ Դա անհամեմատելի process-ներ են եւ ընդհակառակը պետք է Ադրբեջան դրա համար պատասխան տա։ Մենք չենք համեմատում, Ադրբեջանն է համեմատում եւ երբ որ Արցախի ղեկավարությունը խոսում է Ալիևն էլ է գլուխը պատին տալի, որ նման համեմատությունը դա անհամեմատելի է, ինքը ցեղասպան ղեկավար է, բռնապետ ղեկավար է, Ադրբեջանը չի կարող ուրեմն հավակնություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքների վրա ու այդ իր բերանը լեզու դնող հենց այս իշխանություններն են։ Երբևէ նման հայտարարություններ, եթե ես չեմ սխալվում, նախկինում նման հայտարարություններ չի արվել։ Հիմա այնքան է, այսպես ասած, հաբրգել Ալիև կոչվածը, որ արդեն բացեբաց հայտարարություններ անում եւ դրա համար պատասխանատվության չի ենթարկվում։ Բայց Հռոմի ստատուտ էին ընդունում, որ Ալիևին պատասխանատվության ենթարկեն։ Ինչ եղավ այդ Հռոմի ստատուտը։ Ալեն Սիմոնյանն ասում է, որ հիմա մենք բալանսավորված քաղաքականություն ենք տանում, ոչ Ռուսաստան ենք, ոչ Արևմուտք ենք, բայց ակնհայտ է, որ այս ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ավելի շատ փորձում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Դա անգամ մենք կադրերում ենք տեսնում, թե այսպես մտերմության նշաններ են։ Դա ստացվում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմա որ ուղղության վրա է։ Իսկ իրենք իսկապես փորձում են բալանսավորված արտաքին քաղաքականություն։ Բաց չի Հայաստանի քաղաքականությունը ինչ ուղղության վրա է։ Դրա նաև պատկեր երևում էր նաև Տիրանայում, չէ՞։ Ալբանիայում չէր երևում Հայաստան դեպի ինչ ուղղության է, դեպի
Թուրքիա Էրդողանի խավորությամբ այդ ուղղության վրա է գնում։ Իսկ որ ասում են, բա մենք այսպես չի, այնպես է, մենք ինքնիշխան ենք, այսպես ենք այն։ Այսինքն ինքնիշխան պետությունում այս ընթացքում այնպիսի զարգացումներ են տեղի ունեցել, որը ինքնիշխանության հետ որևէ մի աղերս չունի։ Ասում, Թուրքիան պահանջ է ներկայացնում, Հայաստանը կատարում է այդ պահանջը։ Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում, այդ պահանջները բավարարում են։ Բայց դրա ինքնիշխանությունը ո՞րն է։ Կարա՞ք ասեք, ախր աշխարհում սահմանադրությունից, անկախության հռչակագրից պետության համար ավելի թանկ ու ավելի կարևոր բան չկա։ Դու ճշնամու պահանջով փոխում ես այդ սահմանադրությունը, անկախության հռչակագիրը դες ուզում փոխես, զինանշանը դες ուզում, սուվերենությունը որտեղ մնաց։ Ուր է այդ սուվերենությունը։ Այդ սուվերենությունը ո՞րն է, էլի ես ուզում եմ մի հատ շոշափեմ այդ սուվերենությունը։ Բայց մենք ասում եմ միջև Ալիևի պահանջներ, մենք այդ հարցը քննարկում ենք սահմանադրության փոխանցում։ Լավ, այսինքն կներեք էլի, հազար ներողություն։ Ինչ իրանց օրակարգում այն ժամանակ էլ կար, որ Արցախը, ասում են, Արցախը Հայաստան է եւ վերջ, մենք մի փոքր նվազեցնենք մեր պահանջները, ամեն ինչ լավ կլինի, նորմալ, որ մի է իրանց ասածներն է ճիշտ։ Որ հիմա Արցախ բառը արտահայտությունը, ով որ Արցախ ասում, հիմա 5 անգամ ներողություն է խնդրում իր հայտարարության համար։ Ասում է լեզվիցս թռելա, չեմ ուզեցել այդ հայտարարություններն անեմ, այսինքն դա ծիծաղելի բաներ է եւ պարզա, չէ, ախր Ալիևը հայտարարում է, որ այդ պահանջներն ունի, ինքը կարող է շատ բան ասի, ինքը կարող ասի, դե մենք այն ժամանակ մտածում ենք, որ գերբն էլ պետք է փոխենք, զինանշանի մասին է խոսքը։ Ինքը այն ժամանակ ասում մենք մտածել ենք, որ մենք պետք է լուծարենք ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Մենք այն ժամանակ մենք ենք մտածել, որ ադրբեջանցիներին կարանք բերենք ստե վերաբնա։ Մի օր էլ ասելու, ասելա մեր մտքով անցնում է, որովհետև դեմոգրաֆիական խնդիր կա, դե բերեք ադրբեջանցիներին ստե բնակեցնենք։ Բայց սա աբսուրդ է։